Սիրելի քույրեր և եղբայրներ, այս գիրքը ծնվել է Սուրբ Հոգու ներշնչմամբ և իմ սրտի խոնարհ ցանկությամբ փառաբանելու Հայր Աստծուն, Հիսուս Քրիստոսին և Սուրբ Հոգուն։ Իմ միակ նպատակն է, որ յուրաքանչյուր ունկնդիր զգա Սուրբ Հոգու ներկայությունը և Հիսուսի սերը իր կյանքում։ Թող այս գիրքը լինի ձեզ համար հոգևոր ուղեցույց, խաղաղության և հույսի աղբյուր, ուխտի նշան և Սուրբ Հոգու լուսավորություն, ինչպես այն լուսավորում է իմ սիրտը։ Փառք ու պատիվ Աստծուն այժմ և հավիտյան։ Զոյա Ասլանյան կամ Զոյա Ղարիբյան, Աստվածային քո սուրբ գրքում։ Քանի որ ես գիտեմ։ Սատանան էր եկել, սրտիս դուռը թակել, ուզում էր անարգելք նա ներս մտնել, ուզում էր, որ իրեն ենթարկվեմ ու իր չար կամքը կատարեմ։ Ասում եմ ես ոչ այդ չարին, քանի որ ես գիտեմ, թե որն է բարին։ Չարի կամքը ես լավ գիտեմ, քանդում է նա ամեն միտուն։ Եթե մարդը վստահում է այդ չար ոգուն, մահը, ցավը, վիշտը, իր գիրկն առած թակում է նա նաև ամեն մի դուռ, փնտրում է նա ու մոտենում իր կեղծ ու սուտ չար լեզվով։ Աստծո խոսքից հեռու մարդկանց շաղակրատում հանում խելքից, խաղում է նա իր չար խաղը, գցելով նրանց իր չար թակարդը։ Դրանցով եմ ես քո փառքը պատմել։ Տեր, գոհություն և շնորհակալություն, որ իմ խոսքերին ուժ ու զորություն ես տվել։ Քո խոսքերն ես իմ բերանում դրել, որ ինձ քո խոսքով ես կանչել, քո մտքերն ես իմ սրտում գրել։ Դրանցով եմ ես քո փառքը պատմել, դրանցով եմ ես քո փառքը կերտել, դրանցով եմ ես թշնամուն հաղթել։ Դարեր են եկել ու անցել, բայց քո խոսքը հաստատ է մնացել։ Պատմությունն է կեղծվել ու խեղաթյուրվել, սակայն խոսքդ հավիտյանս ճշմարիտ է մնացել։ Խոսքդ զենք է, խոսքդ ուժ, խոսքդ հաղթանակ կռվի դաշտում, խոսքդ փառք է, խոսքդ պսակ, խոսքդ թագ է մեր գլխին, խոսքդ իմաստություն, խոսքդ գիտություն, նրանով ենք մենք ստեղծված։ Խոսքդ հրաշք է, խոսքդ կյանք, խոսքդ անպատմելի առեղծված, խոսքդ հույս է, խոսքդ լույս, նրանով ենք մենք լուսավորված։ Խոսքդ հաց է, խոսքդ ջուր, նրանով ենք մենք կշտացած։ Խոսքդ խաղաղություն է, խոսքդ սեր, նրանով ենք քեզ սիրահարված։ Ամեն։ Երանի նրան։ Երանի նրան, ում բժիշկը Տերն է։ Իր մարմնի համար նրա դեղորայքը Տիրոջ խոսքն է։ Նա կյանքում չի վախենալու, քանի որ Տիրոջ խոսքը նրան առողջ է պահելու։ Երանի նրան, ում կապանքները քանդողը Տերն է։ Ինչքան էլ հաստ լինի պարանը, միևնույն է, չի դիմանալու Տիրոջ երկսայրի սրին։ Երանի նրան, ով իր վերքի համար դեղ ու դարման ունի Տիրոջ խոսքը, որը նույն ժամին հիվանդին ոտքի կհանի, օձի կծածից նա չի վախենա, քանի որ Տիրոջ խոսքով թույնը կանհետանա։ Երանի այն մարդուն, որ իր հույսը Տիրոջ վրա է։ Եթե 7 անգամ ընկնի, միևնույն է, Տերը նրան կբարձրացնի և ընկածին նորից ոտքի կկանգնեցնի։ Այո, մեր Տերն է զորավորը և ամենակարողը։ Այո, Տերն է կույրի աչքերը բացողը, խուլին, համրին և անդամալույծին լսել, խոսել և քայլել շնորհողը։
Երանի նրան, ով Տիրոջը կապավինի, նա կյանքում երբեք չի սասանի։ Երկրի վրա եկած չար աղետներից նա միշտ կփրկվի, Տիրոջ խոսքի զորավոր վկան կլինի։ Կտարածի Տիրոջ խոսքը առանց վախի, և կդավանի, թե Տերը իրեն միշտ կպահպանի, և մահվան մահճից ոտքի կհանի։ Երանի այն անձին, ով Տիրոջ խոսքին կհավատա, սովի ժամանակ Տիրոջ խոսքով միշտ էլ կկշտանա։ Երանի նրան, ում առաջնորդը Տերն է, նա կյանքում երբեք չի մոլորվի։ Եթե նույնիսկ շեղվի ճշմարտության ճանապարհից, ապա Տիրոջ աջը նրան կբռնի և ճշմարտության ճանապարհը կառաջնորդի։ Երանի, ում ուսուցիչն ու վարդապետը Տերն է, նա կյանքում իմաստուն կլինի և երբեք թշնամու ծուղակը չի ընկնի։ Երանի նրան, ով երկրի վրա կքայլի Տիրոջ հետ, նա ենովքի նման Տիրոջ սիրելին կդառնա և նրա հետ երկինք կգնա։ Կլինի Նոյի նման, կլինի Աբրահամի նման, Սառայի ու Մարիամի նման։ Տերը իր խոստումներն ու ուխտերը կկատարի և նրանց խոստացած ավետյաց երկիրը կտանի։ Երանի նրան, ով իմ այս պատգամը կհասկանա, Տիրոջը իրեն փրկիչ ու պահապան կդարձնի և իր սիրտը Տիրոջ առջև ընդմիշտ բաց կանի։ Ամեն։ Մարդկանց կյանքի նոր էջը։ Այնպես կուզեմ, Հիսուս, ոտքեր տնկնել ու լացել, սրտիս ցավն ու հոգսը միայն քեզ պատմել, ազգիս մեջ ըմբոստացածին և պառակտվածին հանձնել դատիդ աստվածային, Սուրբ Հոգին է լուռ հուշում, ցաված սիրտս մխիթարում, մրմնջում է հոգուս միջից ասելով, թե դու ունես փրկիչ։ Ինչ որ կա սրտումդ, պատմիր միայն Հիսուսին, քեզ հասկացող կյանքի լույսին, նա դեղն է ուսպեղանին, փակ դռների բանալին, նա է փրկում մարդկանց կյանքեր, նա բժշկում մարդկանց վերքեր, նա է տալիս իմաստություն, գերիներին ազատություն, նա է բերում խաղաղություն, մեռած կյանքերին հարություն, նա է սկիզբը, նա է վերջը, մարդկանց կյանքի նոր էջը։ Ամեն։ Իմ Տեր, ամեն ինչի մեջ դու ես փառավորվում, իմ Տեր, իմ հոգում դու ես Տեր, իմ անձում դու ես Տեր, իմ ձեռքերը քոնն են Տեր, իմ ոտքերը քոնն են Տեր, իմ սիրտը քոնն է Տեր, իմ միտքը քոնն է Տեր, ամեն ինչ որ ունեմ քո փառքի համար է Տեր։ Ամեն։ Աստվածային խոսքդ։ Երկնքի պես պարզ ու զուլալ խոսքդ է թափվում ինձ վրա, թևեր տալիս ու զորացնում, ամպերից վեր բարձրացնում, խոսքդ բերում է ինձ քեզ մոտ, խոսքդ կանչում է ինձ քեզ մոտ, ցույց է տալիս արքայությունդ, աստվածային մեծությունդ։ Ամեն։ Ո՞վ է ժողովուրդը, մի խաղալիք։ Աշխարհը մի մեծ հրեշներով է լցված, մարդուց մինչև անասուն իրենց Աստծուն մոռացած, անում են այն, ինչ կամենան, Սոդոմ Գոմորի ճանապարհը բռնած, ուրացել են սրբություն, հարգանք, պատիվ և արժանապատվություն։ Ո՞վ է ժողովուրդը, մի խաղալիք հարուստ ղեկավարի ձեռքին,
դարձրել են նրան չարիք և բարձրացրել բողոքի մի նոր ալիք։ Աշխարհը լիքն է դրանցով, ամեն երկիր ունի իր դավադիրը, շահարկում են զենք ու զրահ, մոռանալով Արարչին, մեկը, թե ես հզոր եմ, ունեմ ծով ու մեծ տարածք, մյուսը, թե ես հզոր եմ, ունեմ հսկա մի բանակ, մեկ ուրիշն էլ ունի նոր զենք, ինչ անունով էլ դրանք կոչվեն, միևնույն է, աղբի կույտ են երկրի մեջ հավաքված։ Չկա մեկը, որ ասի, ունեմ Աստված զորավոր, որի դեմ անկարող են, թե հող, թե ծով, թե նոր զենքեր զորավոր։ Ավաղ, իմ ժողովուրդն էլ դարձել է այս խաղերին գերի և աշխարհի հետ միասին գտնվում է կործանման եզրին։ Ով բարձրյալ, ամենակարող, որ նկարիչը կարող է քեզ հետ հավասարվել, որ իր նկարի գեղեցկությունը կարողանա գովաբանել, որ քանդակագործը կկարողանա իր քանդակով քեզ զարմացնել, որ արվեստագետը կարող է քեզ հետ իր արվեստով մրցել։ Օ դու համայն տիեզերքի մեծն արվեստագետ, չէ՞ որ դու ես տվել այդ ամենը մարդուն, դու ես դրել շնորհ իր մեջ, և չնայած քեզանից են ստացել այդ շնորհքները, երբեք չեն կարող վարպետի հետ մրցակցել և նրանից լավ ու առավել ստեղծագործել։ Նրանց արվեստը ունի սահման, իսկ քոնը անսահման է։ Խոսքով, գործով, հրաշքներով և նշաններով դու ես միշտ առաջինը, ինչպես նաև վերջինը, ալֆան ու օմեգան, մեծն Աստված, արվեստագետը, մեծն Աստված իմաստունը, մեծն Աստված ստեղծագործողը։ Ստեղծագործում ես այնպես, ինչպես կամենում ես, հատում ես սահմանը մաթեմատիկայի, փոխում ես ձգողականության ուժը ֆիզիկայի, քիմիական էլեմենտները օգտագործում ես ինչպես կամենում ես, հնազանդեցնելով քո կամքին երկնային տարրերը, հողմը սաստում ես, ջրերը կանգնեցնում, քարից ջուր հանում, չեղած տեղից հաց բազմացնում, երկրի վրա մեզ համար ֆիզիկայի անխախտ օրենքը քեզ համար փոխում և ջրի վրայով ես քայլում, առանց քիմիական դեղորայքի հիվանդին բժշկում։ Ով որ գիտնականը, արվեստագետը, բնագետն ու բժիշկը կարող են քեզ հետ մրցել, եթե նրանք փորձեն անգամ այդպիսի բան անել, ապա ով բարձրյալ, ամենակարող, ամենագետ, միմիայն քո կողմից տրված ամենակարող շնորհքով են անելու դա, քանի որ դու կամեցար, որ նրանք քո պատկերով ստեղծվեն, երկիր մոլորակին տեր ու տիրակալ լինեն։ Ամեն։ Սեր է լցնում ու բաժանում։ Որքան խորն էր սիրո ճամփան, տանջանքներով լցված, անդունդներով էր պատված, նեղ արահետում փշերով ծածկված, թակարդներով շրջապատված, չարի ձեռքով էր նա սարքված։ Սիրո ճամփան այդ փշոտ դժվար, սիրո ճամփան այդ քարքարոտ, պետք է անցներ մեկը մեզանից առաջ, որ հետ բերեր սեր այդ կորցված։ Բայց այդ ճամփան չեղավ արգելք, չեղավ թակարդ մեկի համար, ով գիտեր իրեն զոհել և այդ կորցված սերը հետ բերել։ Հիսուսն էր դա, Աստծո որդին, որ գիտակ էր Աստծո խոսքին, գրված է. քանզի հզոր է սերը մահվան պես, իչքան էլ որ դժվար լիներ,
Իչքան էլ որ տանջվեր, պետք էր, որ Հիսուսը բացեր, ատելությունը մեզանից հեռացներ։ Ամեն ինչ կատարվեց, ասաց Հիսուսը խաչի վրա, և բացեց նա իր կյանքով, բազում կյանքեր փրկելով, ատելության թույնից մեզ ազատելով։ Սիրո գավաթը իր ձեռքը պահած, սեր է լցնում ու բաժանում իր մոտ եկող ամեն մեկին։ Իր սերը լցնելով անվերջ, նա բնակվում է նրանց մեջ, չարի մեղքից մեզ հեռացնում, Աստծո հետ է միացնում։ Ամեն։ Փառքի է արժան միայն Աստված։ Փառքով փառավորյալ իմ Աստված, իմ աղոթքն է, որ փառքը միայն քոնը լինի, քանի որ միայն դու ես արժան ընդունելու փառք ու պատիվ, ինչպես որ գրված է. մեր Սուրբ Տեր Աստված արժանի ես ընդունելու փառք և պատիվ և զորություն, որովհետև դու ստեղծեցիր բոլորը, և քո կամենալով ստեղծվեցին ու գոյություն ունեն։ Երբ փառքը տալիս են մարդկանց, որոնք անարժան են, երբ ուրանում են աստվածային փառքդ, փառքը իրենցը դարձնում, զարմանք եմ ապրում, իմ Տեր, որ իչքան էլ մարդը վարդապետ կամ ուսուցիչ կոչվի, միևնույն է, քեզ երբեք չի հասնի։ Տեր, չէ՞ որ մենք ենք ճյուղերը, իսկ դու ես կյանքի ծառը, որի վրա ենք մենք պատվաստվել։ Եվ ոչ թե ճյուղերն են ծառին վերև բարձրացնում, այլ ծառը իր արմատներով հանդերձ։ Դրա համար էլ փառքը միայն քոնն է, քանի որ մեզ դու ես բարձրացնում և ոչ թե ինքներս մեզ։ Դու ես մեզ սնուցում և պարգևներ բաշխում։ Միայն քեզ, Հիսուս, միայն քեզ, միայն քեզ, իմ Հիսուս, արժանի է տալ փառք, պատիվ և այդ անունը վեր բարձրացնել։ Չէ՞ որ մարդը քեզանից է սովորում, չէ՞ որ մարդը քեզանից է սնվում, դրա համար նա չի կարողանում այն պատվին արժանանալ, ինչը որ քեզ է վայել։ Չէ, չէ, օ դու մարդ արարած, չես կարող դու քո Փրկչից առաջ անցնել, չէ որ դու նրանով ես ստեղծվել, չէ որ դու նրանից ես սովորել, և դու չես կարող ուրանալ ու մոռանալ այն ամենը, ինչը որ ինքն է քեզ տվել։ Ինքդ քեզ մի բարձրացրու, բարձրացրու քո Աստծուն, հիշիր նրան, օ դու մարդ արարած, դու իչքան էլ վեր բարձրանաս, միևնույն է, փառքը գնում է Աստծուն և ոչ թե մարդուն։ Ամեն։